Շատ համերգ ասրահի է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ շատ։ Բարև ձեզ։ Ագրոնոմի կապակցությամբ ասեմ, որ շատ ուրախալի է, որ հիմա մենք նկատում ենք, որ ինտենսիվ այգիներում եւ ջերմոցային տնտեսություններում ավելի ու ավելի շատ տեղացի մասնագետներ ենք տեսնում։ Այն սկզբնական շրջանում, որ կար, հիմնականում դրսի մասնագետներն էին աշխատում եւ հիմա շատ ուրախ ենք, որ մեր մասնագետները արդեն լիարժեք ներգրաված են։ Այս ձեր արտադրանքն է, հա։ Ես իսկական չի, չէ։ Էսի տորտա։ Հա, տորտ բայ կներեք դե։ Ես էլ կպա։ Էսի միլի քաղցր բիբարներ, ասա Պալերմո քաղցր բիբարա։ Սրանք։ Էսի դες գույնավոր բալգարսկին է։ Էսի մի հատ բան էլ ասեմ ձեզ նոր։ Սա հայտնի հաբաներո է կծու։ Հիմա սանից մենք էսա փորձարկումը վաճառքի չկա։ Քաղցր կծու ջեմ մուրաբա։ Ջեմ մուրաբա։ Ջեմ մուրաբա։ Անկեղծ պետք լինեմ առաջ անգամ եմ լսում։ Հա, թե ինքը հայտնի է, ուղղակի մեր մոտ հայտնի չէ։ Բայց սրանք քաղցր, սրանք կլուբնիկի քաղցրության, սրանք են նոր փորձում են։ Նոր սորտերը։ Ելակի քաղցրության է։ Այս կարմիրը ելակի քաղ, այո։ Ու ավելի բարձր կարելի ասել։ Քաղցրություն։ Առաջ անգամ եմ sense բան նախ լսում, երկրորդն եմ շուկան կա։ Հələ փորձեք։ Փորձեք, հա։ Միրգ է։ Հա։ Հա, մերսի։ Սրանք էլ են համը։ Բայց սա ավելի քաղցր է։ Սրանք դիտ կծու չի լինում։ Չէ, կծուները Այս ափսոսինք։ Կծու ավելի լավ կլներ։ Կարելի է, չէ։ Սա ուրիշ է, ավելի ջերմի է։ Բա դուք ո՞նց եք առնչվել որ sense Սա սորտեր է հոլանդական։ Հա, նկատի ունեմ դուք ես բիզնեսի մեջ նախկինում եղել եք։ Չէ։ 2 տարի է։ Երկրորդ տարին։ Այս նոր սորտերը։ Էսի հիմա փորձում ենք նոր սորտեր են։ Իրան նոր ենք ստանում։ Այս մեր այսը փաթեթը։ Անձեռոջկում։ Այս մեր տեղական շուկան կա դե անցած տարվանից։ Այդ շատ լավ է որ կա։ Հա։ Ես հայկական։ Իսկ որտեղ եք արտահանում հիմնականում։ Ռուսաստան ենք արտահանում։ Հիմա փորձում ենք Եվրոպա, Դուբայ փորձում ենք անենք, այս տարի կանենք երևի։ Բայց այս շուկան մեր կա։ Մեր շուկան ուզում է այս գույներով, բայց դուրսը ուզում են մենակ կանոնի գույներն։ Շատ լավ։ Երբ է հիմնադրվել։ 24 Իսկ ինչով են օգնել կառավարության ծրագրերը ձեզ։ Իսկ ինչով են խանգարել։ Ոչ մի բանով։ Չէ, իրոք անկեղծ։ Չէ, մի հատ օրենք 3 ուժի մեջ մտավ, շինթույլտվությունները թանկացել են։ 3 օրենք ուժի մեջ մտավ, լավ մեղմացրեցին։ Դա նշանակում է, որ պլաններ ունեք նոր կառուցել։ Մենք այս տարի պետք է սկսենք, բայց չսկսեցինք։ Հիմա այս 5 հեկտարը սա է, ունենք 6.5 ու ռակաբուծություններ ենք դիմել։ Կա չէ ծրագիրը։ Այո, իրենք շահառու են։ Անցած տարի ինձ համոզում են, որ դադարեցնենք այդ ծրագիրը, ասացի չէ։ Չէ, հիմա պետք է շարունակենք։ Պետք է շարունակենք։ Մենք դիմել ենք արդեն։ Շատ լավ։ Մենք ծրագրի որ էտել անում։ Որովհետև այդ ծրագիրը պետք է աշխատի, տարբերակ չկա։ Դու ես մեծ եմ անում։ 10 Ավելի լավ։ 18 տոննա է դրած։ Ավելի լավ։ Բայց եթե մեծ լինի, ավելի լավ կլինի, էլի։ Ավելի լավ։ Այս բիզնեսը մեծ դեպքում է հետաքրքիր։ Իսկ կներեք, էլի հողերը ոնց եք հավաքել իրար։ 100-ից նոկուց։ Դժվար շատ։ Շատ դժվար խնդիրներով 2 տարի։ Շատ լավ։ Մենք հիմա դրա մասին շատ ենք մտածում, որ հողերի խոշորացման սերտիֆիկատ կներեք։ Սերտիֆիկատ ունենք այդտեղ հանած։
Ստանդարտներով է սարքել ենք, էլի Գլոբալ գլոբալ GAP չափով եվրոստանդարտների համապատասխան, որ թույլատրում է քո ապրանքն է, վաճառես եվրոստանդարտից, այսինքն քո ընթացիկ գործողությունները համար։ Դե արդեն անկեղծ ասած վիզուալ տեսնում ես, արդեն պատկերացում կազմում ես։ Թե ինչի հետ գործ ունես էլի։ Դե դրա համար եմ ասում, որ այն գյուղատնտեսությունը, որ մենք գիտենք, այս գյուղատնտեսությունը 15 տարի հետո չի լինելու ուղղակի, չի լինելու։ Այս ձևով չի լինելու։ Բարձա ջերմով։ Պարմիկներն են Հայաստանում։ Հա? Պարմիկներն։ Միանշանակ։ Միանշանակ համաձայն։ 135 միլիարդի էքսպորտ անում։ Միանշանակ համաձայն։ Դե որ ասում էի համերգասրահ, հա, համերգասրահ է, էլի։ Դա Բան ասել ես, այս սիստեմը գյուղատնտեսության հետ այս կապը չունի, կոնտրոլ կարող են կանալ, բայց կարանտինը դժվար է։ բաները ինչ է կանում, թփերը։ Հիմա այդ ռակի այդ միտքը տեյցակ է, որ ռակի սնունդի մեջ կանանչ բիբար, պես գնում է, սրանով միտքը ծակեց, որ ռակ էլ անում։ Այդ ամենալավ տարբերակն է, երբ որ մի բանը բերում է շրջանաձև տնտեսության կոնցեպտը, էլի, որ թափոն չառաջանա, ինքը անընդհատ մի բանի ստացվի երկրորդը, երկրորդից երրորդը, երրորդից չորրորդը։ Նաև արևային պանելներ ունեն, պարոն վարչապետ, որը որ նաև այդ հակաբուծության ժամանակ էներգիայի ծախսն է նվազեցնում, որովհետև հիմնականում այդտեղ էներգիայի ծախսն է լինում մեծ մասը։ Սա մենակ տնտեսական չի, հասկանում եք, սա արդեն քաղաքակրթական փոփոխություն է, որը մեր երկրում տեղի է ունենում, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք աջակցում ենք եւ այդ աջակցությունը շոշափելի է ու ինչքան մենք արդյունքը տնենք, այնքան ավելի կողքեվորվենք, որ ավելի ու բայց մենք նաեւ ինչ ենք ուզում ենք մեր գյուղացիները ովքեր աշխատում են, էլի հողի վրա տեսնեն այս ամեն ինչը։ Հա, դուք ասել գյուղացիների մի քիչ պետք է այս արտադրության սնուցել, որտեղ Միանշանակ։ ես մենք նույն բերանք։ Պարոն Խոջոյան, հա? Հա, աղամիսից ենք մենք, ես էլ բայց կապ ունի։ Ես մի աստար առաջ ծառ բերեցի, փոփոխի իսկը։ Ծառում բերեցի, հաշվում եմ, փոփոխը գյուղացիքը կեն նկարում են, ես ուզում եմ ասել, դիտա 10 տարի հետո է փոփոխը։ Չեն իմանում։ Պարոն Խոջոյան, մենք ստադի թուրեր ունենք ընդհանրապես։ Իրականացնում ենք, պարոն Պետք է շատ ինտենսիվ անել։ ինտենսիվ այգիներ ենք իրականացնում, որովհետև ջերմոցային տնտեսությունները մի քիչ խուսափում են մարդկանց ոսկը, որովհետև զգուշավորություն են ցուցաբերում նաև հիվանդությունների վարակներ չբերելու, բայց մի բան էլ պարոն վարչապետ ուզում եմ նշել, որ իրենք նաև օգտագործում են միջատներով պայքար, այսինքն վնասատուների դեմ պայքարում են միջատների միջոցով, որոնք բնական թշնամիներն են վնասատուների, բայց չեն վնասում բույսը։ Դրանք օգտակար միջատներ են, որոնք որ պայքարում են մեր թշնամիների Բայց հիմա փակա ինքը թե բացա դուրս։ Չէ, բացա դուրս է գալիս, այդտեղ մի հատ անցք կա, այդտեղից դուրս են գալիս ու բազմանում են։ Բույսը չի վնասում, բայց վնասատուի բնական թշնամին։ Հայաստանում բիբարի ամենամեծ այդ մորմա չէ՞ լինում։ Տրիպսը։ Ամենաբան վատ թշնամին դա է։ Մեղուները ուր են։ Հոլանդիայում մեղուներն են, հատուկ Հայ քեզ բան։ Դա բնական միջոցով 4-ից 5 շաբաթ մոտավոր ռադիուսով եմ, էլի։ Հա փոխում ենք։ Հա, ֆրանսիական ջերմոցներն ամիսը մեկ անգամ ձեռք ենք բերում նորը։ Հա նպաստում պարոն վարչապետ, եւ նույնանման նույն տեսքի արտադրանքի եւ արտադրանքի արտադրողականության բարձրացմանը, վերքատվության բարձրացմանը։ հոյակապ է ուղղակի։ Ֆրանսիայի արտադրողը ասում են կավագաններ։ Հա։ Այո, ֆրանսիացիները Շատ լավ, հաճույքով։ 3-4-ին, հա։ Եթե իրանք ցանկություն հայտնեն, հաճույքով։ Հա, ինքը ֆրանսիական ջերմոցներ է։ Հա։ Հետաքրքրական։ Էսի մենք սարքեցինք ամենաբարձր
Իսկ իրենք գալիս են հավաքում են։ Չէ, հավաքում ենք մենք, իրանք գալիս են Իսկ սա ի՞նչ է։ Սա լիֆտով աշխատողը բարձանում է, քշում է, հավաքում։ Այսինքն սա ինչքան կարա Չէ, բարձր։ վերևն է բարձր։ Մի բարը 7 մետր բարձրանում։ Մենք հլակտրում ենք ավելի շատ։ Կտրում ենք։ Այ քեզ բա։ Սենց Էսի նոր հերթականությամբ տնկացը։ ըստ իրա բաների, ծաղկման փուլերի ինքը բարձրանում է ու մշակում ենք իրեն։ Այդտեղ արդեն սորտերն է դրա։ Որ ասեն 7 մետրանոց բիբար կխնդայինք, չէ։ Ծառի պես բարձրանում։ Կխնդայինք։ Լավ անեկդոտների բանի ձեռարնել ու բանի առիթ կդառնար, որ մեկ ասել 7 մետրանոց բիբարի ծառ կա։ Տեսակն է հավաները։ Որ մուրաբա ջեմը ստացել են։ Աշխարհի ամենակտուների շարքին է պատկանում։ Մենք գիտենք Չիլին ամենակրկծում, Չիլին ամենակրկծում։ Իսկ ես այն կարմիրներ երկրորդ։ Էսի մինիներն է։ Դա 20 տեսակի բիբարը սորտը։ Փորձարկումները դու շատ են։ Այստեղ կարելի է մի երկու ժամ նստել հանգստանալ։ Շղայնացած վախտում է, քարում են։ Մեր համար բան եմ ծաղկում, փորձում եմ։ Ու ավարի դոմ, Շատ լավ։ Ենանք ինչա նոր ընտային վերքել, ես կանանչ որտեղ թաղում են կամ անգնում այդ դեպքում։ Իսկ մեր հայկական տարբերակով խորոված անելու բան լինում է, թե չէ։ Այն դեղի մինի բիբարը, խորովածի, ինքը քաղցր չի կարմիրի պես, բայց խորովածի ժարիտի շատ արամատի լավ բան է։ Ասկասանից շոտ է։ Մեր որակը, ձեզ ասեմ, Հոլանդիայից է։ Կարևորը որակն է, որ որակը Համը որակ մեկ ասպարողը գալու է որակի վրա, մի քիչ դանդաղ է գալու, բայց գալու է, տարբերակ չկա։ Հա? Հա, հետո։ հա, Շատ լավ։ էլ գույներն է։ Շատ լավ։ Հիմա Հունաստան խոսում ենք, ուզում ենք մի ավտովար, Դուբայել ենք խոսացել, ուղարկենք անցած տարի չհասցրեցինք, Դուբայի համարը լավ շուկա է մեզի, ավելի բարձր գինը սաղթել, բայց հեսա Հունաստան, Ֆրանսիա, խոսում ենք ուղարկենք։ Պարզա, որ արդեն ստեղ կողմնակի հարցեր չկան, աշխատանքի հարցա, որտեղ ստանդարտին ամբողջությամբ համապատասխան Եվ սերտիֆիկացված։ Իրանք գալիս են շատ խիստ են պահանջները։ Իսկ կներեք, էլի մի թուփը ինչքան ժամանակ է բերք Մի տալի։ տարին մեկ փոխում ենք բոլորը։ մի քառակուսի մետր։ Այս կակոսն էլ հետեցի Շրի Լանկայից է։ Սա Ամեն ինչ։ հետը մի տարի մեկ փոխում ենք բոլորը։ Սածիլը ստեղ տեղում ենք աճացնում, դե սածիլը անցը պետք է։ Քառակուսի մետրից։ Դե բայց արդեն շատ բան է, լավ, էդ էլ քայլ առաջ է, երբ որ սածիլը աճացվում է, որովհետև մի ժամանակ Հայաստանում հիմնականում բերում էին սածիլները, բայց եթե ստեղ արդեն աճացնում եք, այդ արդեն աճացնում ենք ու ստեղ նոր հարթություն է։ Վերահսկողությունը տենց ճիշտ է։ Մի հատ այդ թփերի վրայի բիբարները ցույց տուր, էլի։ Հələ մի րոպե արի, էլի, մի րոպե արի։ Հələ մի հատ ստեղ այս սենց ցույց տուր, էլի, բիբարները։ Սենց գնա։ Մի կետ հոպ դու մի մտի։ Մի քառակուսի մետրից Արի։ 30 կիլոգրամ ստանում։ Տարեկան։ Մի քառակուսի մետր։ 1500 տոննա, այս 5 հեկտար է, հիմա էլի։ 1500 տոննա վերքից։ Այս արկղի արտադրություններ են անում։ Սա բազը ուզում ենք անենք ինքնարժեք։ Այդ շատ լավ է։ Սա Այդ շատ լավ է։ Բայց հիմնականը այս սորտն է, հա, ինչքան հասկացա։ կարմիրը, չէ, այնտեղ շատ չգնացի։ Հա, չէ, բայց օրանժ, հա։ տեսա օրանժ հասանք։ Օրանժ հասանք։ Որ բալգասկի ասում են, բայց ինքը տենց բալգասկի չէ, Հոլանդիայից են կարմիր սերները։ Նաև բան վարչապետ, նախորդ տարի 2025 թվականին
արտահանել ենք 15300 տոննա պղպե, սա 4-ի համեմատ մոտ 4-ից 5000 տոննա ավել։ Հիմա մենք հեսա ավելացնում ենք, էլի ֆինանսավորման ենք սպասում։ Մանգերի։ Դա կոմունիկացիան բանը 20 հեկտարի ենք, էլի քաշը։ Ինքը ավտոմատ, սաղ բացվում, նայեք ոնց է վենտիլյատորը միացած, հա։ Դրածա խոնավությունը 70, ինքը եթե բարձրացա, վենտիլյատորներ ավտոմատ միանում, ցրում է։ Քամի եղավ, շոկ եղավ, գրադուս դրածում, չէ, ջերմաստիճանը, պատանը բարձրում է։ Քամի եղավ, փակվում է, այն կողմն է բարձրում։ Սա ավտոմատացված է, էլի։ Ու փչվում է իմ այս տելեֆոնները երկու տակառ, էլի։ Ավտոմատ հա փչվում է։ Այսինքն 2 տարի է, որ այս բիզնեսի մեջ է։ Երկրորդ տարին է, որ բանը դնում ենք։ Նախկինում այս բիզնեսի մեջ չեք Չէ, եղել։ ես շինարար եմ եղել։ Ջերմոտ սարքել։ Այս սատիններն, Հիմա հա։ աճացնում ենք, հա զապազ, որը որ վնասվում է դնում ենք։ Սերմը դնում ենք, այսինքն պրոցեսն է։ Այս ինքը սենց կանաչա սորտը, թե շուտա քաղաց։ Շուտ թաղում ենք, Հա։ մեր հայկական շուկան սվետը գույներով ա ուզում։ Կանաչ դերին բոլոր գույներով։ Այսինքն խոհանոց կա, խոհարար կա, թե աշխատողների անց հետ ուտելիքներ են։ Հա։ Սառնանկած ստեղ պրիվա համակարգը, որը կառավարվում է։ Դեպքը այն բանով քշում են, կապում են իրար, բերում են փաթեթավորում ունա, էլի։ Դեմա հաստոցել են կոնանդած գումարներ։ Իսկ քաղելուց հետո բերքը ինչքան կմնա, որ ասենք փչանալու վիճակին 48 բան, դրա համար ենք դիվարան։ դուք պահեք 40-ով։ Սառնարանով գնա հասնի 40 օր մնա ինքը։ Պլյուս 7-ից նաշճան ջերմաշճան ռեժիմ։ Հիմա մենք ստեն ենք, բերում ենք շոկին համարը, նա սառասում, եթե մենք դնենք հատերները, կանդիսատ հանում, որ բոստում է։ Բարև ձեզ ժողովուրդ։ Դեր փողում ենք սառում, հա, հիմա ձերքով ենք։ Այսինքն սառնարան չեք դնում, կոնդիցիոներով եք սառացնում։ Չէ, հիմա ստեղ ջերմաշճանը 15 պահում ենք, բերքը սառում է, նոր ուպակովքեք է պանում, մտնում է սառնարան, հենա Հա, սառնարան։ սառնարան ունի։ Որ սառնարանից մեքենան արդեն է։ Շատ լավ։ Հիմա ուրեմն ձերքով ենք անում, բայց հաստոցը մանասում ու հաստոց է։ Պալետավորվում է, ես հիմա տեղի շուտ եմ, պալետավորումը կշռվում է, հետո ես մինացում։ Մտնում է սառնարան, նոր ենք պետք հավաքում, սառնարան է ասում մեքենա։ Սա այս տարվա թփերն են, որը դրել եք։ Էսի նոր հիմա այսքան օր է, որ արդեն պետք հավաքում ենք։ Չէ, բայց իրա ինչ չափով եք տեղադրում։ Ինքը Իրան ինչքան։ այս չես, փոքր Հա, չափ ենք։ նկատի ունեմ այս թփերը երբ է դրվել։ Նոյեմբերի վերջ։ Հա։ Նոյեմբերի վերջին ցանկը։ Մինչև նոյեմբեր բերք Մինչև կտա։ նոյեմբեր մենք բերք ենք ունեցել անցած տարվանը, երբ որ ավարտվել է։ Ընթացքում արդեն հանել ենք անցած տարվա ամբողջը դատարկվել է ջերմատունը, նորից ցանկը կատարելուց հետո սածիլը ըստ համապատասխան չափի տեղադրվել է։ Իսկ հիմա արդեն բան է մուրաբա ջեմը կդնեք արդեն արտադրանքի, թե դեռ հələ փորձարկում եք։ Չէ, փորձարկում ենք։ Մենք պատվիրում ենք գործարանի, մեր համար, մեր պատվիրով գործարանը ենք փակում, տալիս են լեզի։ Իսկ տեղ թե դրսում։ Չէ, ստեղ։ Հա։ Ամերիկայի ուղարկել լավ ռեզուլտատներ ենք ստացել, կարող է 500 խանութանոցից հետ կամ կա։ Հոյակապ կլինի։ Ինք օրիգինալ բան է։ Հոյակապ։ Շատ օրիգինալ բան է։ Ստեյքերին Դաժե Ամերիկայի։ ոչ կծու։ Բան չի քաղցրից չեք սարքում։ Քաղցրը կծու է։
Այսինքն կծու մուրաբա է ստացվում։ կծու մուրաբա, կծու ջեմ։ Հետաքրքիր է։ Գացում համակարգում։ Հա, շատ տպավորիչ է, շատ։ Սանդերսարաններն, հա, քշել։ Նորմալ է ընդհանուր ընկերության վիճակը լավ է։ Աշխատում ենք օր ու գիշեր։ Դե աշխատանքը դե առանց աշխատանքի ոչ մի դեպքում Պետք է ավելանանք որ ինքնարժեքի համար իջացնելու էլի։ Էսի իրիգացիոնն է, դերի բակը գալիս։ Իսկ ջուրը որտեղից եք Ջուրը վերցնում։ հիմա վիոլան եկել բանի ֆիլտրացում ուզում ենք դրել, ռոռոկման ջուրը ֆիլտրացնենք։ Էդ էլ պարտանյութերն է լցնում եք մեջ։ Գալիս ոստեղ խառնում են։ Էկոնոր ինձ համակարգով ջրում են տալիս։ Նայած եղանակից էլի։ Հատուկ պարտանյութերով ինքը արդեն սանդար հեղուկ այստեղ սարքում ենք առանձին բակերի միջոցով, արդեն միքսեր բակի մեջ խառնվում է, արդեն այդ սանդար հեղուկը գնում է ինչ որ պետք է բույսերին, գնում է հասնում է իրեն։ Իսկ ներեք դուք որտեղ եք մասնագիտությունը ստացել։ Ես ագրարային համալսարանում եմ ավարտել, դրանից Հետո? հետո անմիջապես գնացել եմ Սպայկայում եմ աշխատել, հետո տեղափոխվել ենք արդեն այստեղ եմ։ Այսինքն լրացուցիչ կրթություն չեք ստացել։ Չէ, մենակ ագրարային համալսարանում։ Դե հիմնականում պրակտիկայում ոնց որ տեսական գիտելիքները վեր են կացել պրակտիկայով։ Շատ լավ։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Էս Էսի ես ստատիլի համար մենք մեր ձևերով ստացել ենք ստատիլը դերը պայստավորում ենք։ սա ինչ է։ Դա կարծատում է։ Ընդհանուր տաքացման համար։ Այս կարծանա։ Ահա։ Հետո էկոլոգիչի բանը նույն դեպրոցները գնում են Գազը գնում է մեջից երկու գազը։ վերադարձնում ենք բան էկոլոգիայի պետք է դա։ շատ կարևոր է։ վերադարձնում ենք դեպի Այսինքն վերադարձնում եք թփերին ձեր։ Առուների տակը սենց շլանգներով ինքը օդը տալիս է։ Դա Դա նպաստում է էլի համաճի, զարգացման փոսի։ Մենք ավելանանք տեսականներ աղտարել լոլիկել ենք։ դե հիմա ծրագրերի աջակցության ծրագրերը հասանել են, չէ՞ ձեզ։ Հա, մենք հիմա Իհարկե։ Արդեն ինչքան ժամանակում, այսինքն մեր փաստորեն մեր այդ ուղղությամբ աջակցության ծրագրերը ռեալ աշխատող ծրագրեր են, Ո՞վ արժեքդ նաև երբ մենք սահմանեցին որ աջակցում ենք ոչ միայն փոքր ջերմատանային այլև մեծերին եւ մեծեր ասելով սահմանափակումը ավելի մեծացրեցին մինչև 15 միլիարդ դրամ իհարկե տարբեր տոկոս դրույթներով ենք աջակցությունը բաժանված մինչև 3 միլիարդ 3-ից 9-ից 15 բայց դա մեծ խթան հանդիսացավ Դե հիմա պետք է նայենք, պրակտիկ զգում որովհետև մեր քաղաքականությունը ինչը պետք է լինի, ովքեր արձագանքում են, մենք էլ իրանց պետք է արձագանքենք, որովհետև մեր աջակցության ծրագրերի մեջ ինչ խնդրեմ կա, հաճախ լինի, նույն խեցգետինը, ասենք կա միջև մի հատ թե երկու հատ հայտ ունենք, չէ՞։ պրակտիկ արտադրություն չունենք, հայտերն են, Չէ, որովհետև տեսեք, ինչի համար եմ ասում, մենք սահմանամերձի ծրագրից հասկացանք, որ մարդիկ միջև հնարավորությունը, այսպես ասած, մարսում են, ինքը ժամանակ անցնում։ Դրա համար մի տարի, 2 տարի է բանը, խեցգետնի, թե մի տարի է, 2 տարի է խեցգետնի ծրագիրը, տենց գաղափար կա, որ փակենք, բայց ես ասացի չէ, եկեք պահենք, որ նախ դա ակնհայտ է, որ Հայաստանի համար հնարավորություն է, եւ Հայաստանը ժամանակին Սևանում, երբ որ լիքն էր խեցգետինը, մեծ բիզնես ձևավորվեց խեցգետնի, այսինքն այդ կուլտուրան գոնե նախնական այդ պրիմիտիվ մակարդակի, բայց ձևավորվել է եւ դրա վրա կառուցման հնարավորություն կա։ Եվ այնտեղ որտեղ մեր ծրագրերին արձագանքում են, որովհետեւ շատ դեպքերում մենք այդ խնդիրն ունենք։ Ծրագիրը կա, ծրագրին ենք սպասում։ Ինչքան արձագանք են, մենք էլ պետք է արձագանքենք, որպեսզի բան։ Տեսեք, հիմա նույն հողերի խոշորացումը, չէ՞։ Մենք ինչքան ծրագրեր ենք անում, բայց ակնհայտ է, որ մասնավորը ավելի էֆեկտիվ է խոշորացնում։ Հիմա հողերի խոշորացման ծրագիրն էլ պետք է ինչ-որ ձևով այդտեղ աջակցության ինչ-որ ծրագրեր անենք, որովհետև պետական մարմնի միջոցով երևի չենք կարելի շատ էֆեկտիվ անենք։ Դրա համար մասնավորը ով որ անում է, ասենք խոշորացնում եք, այդտեղ էլ է պետք է բան անել։
Այսինքն ոչ թե գնանք այն ճանապարհով, որ քննարկում ենք եւ զգում են, որ հորետեսություն կա, հասկանում են փաստարկը, ուրեմն գնանք այս ճանապարհով, մասնավորին ասենք, դուք խոշորացրեք։ Դուք խոշորացրեք, այսինքն մասնավորը ընդ որում կարա մեկը հանդես գա որպես ներդրող, երկրորդ կարող է հանդես գա, որ ինքը խոշորացնում է, վաճառում է եւ գնանք այդ տրամաբանությամբ։ Կարծում եմ լավ շատ դժվարությամբ քարեր բաներ Բացի պարնիկից ոչ մի բան չէ, բայց առնելուց մի առնում ես երկրորդ օրը մի անգամ բոլորի գները թանկացնում են։ Բնականաբար։ Չէ՞ դա նորմալ է, բա ներդրումը հիմա այս ձեր ներդրումը տանգինն էլ տանգնի վրա էլ ազդելու, հողի գնի վրա էլ ազդելու։ Աշխատատեղեր ստեղծում, մի հեկտար ջերմոցը միջինում 11-ից 12 նոր աշխատատեղ ստեղծում, այստեղ շուրջ 5 հեկտարին չէ 40 հոգի ներսում աշխատող են։ Մենք հիմա Մենակ 20-30-ի Այստեղ մոտակա բնակավայրը որն է։ Ավտոբուսներով Նոր Հաճ։ Եղվարդ, Նոր Հաջան ավտոբուսներով տանում բերում են։ Շատ լավ։ Մարդիկ պատենտալ քաղաքակիրթ պայմաններում սնվում են։ Հողերն էլ առել ենք, մեծ մաս առել ենք, կոմունիկացիաները բերել ենք, մնում է այս տարի չասել ենք բանկերի հետ հարցում ու Շատ լավ։ Ես երեք էլ ազգային ժողովի տեղական կողքերի վճարների մասին Երեք ընդունվեց։ փոփոխությունը շատ մեծ տեղական արձագանք է արել։ Շատ լավ, շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար։ Առայժմ ուրախ եմ շատ։